Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, ես վարողի իրավունքով առաջին հարցը ես տամ։ Պարոն Միրզոյան, տեսեք, հարցս վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Մենք ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնության եկանք Ադրբեջանի հետ եւ ԱՄՆ-ի հետ էլ առանձին համաձայնության եկանք եւ TRIP-ի մասով եւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության մասով գիտեք, որ քաղաքականության մեջ ընդհանրապես ընկալումները շատ կարևոր են, հա, եւ այստեղ կա արդյոք ինչ-որ ազդակ կամ զգացողություն, որ միգուցե եւ մեր Եվրամիության գործընկերները ցանկանան ինչ-որ կերպ մասնակցել այդ ապաշրջափակման process-ին TRIP-ից դուրս գտնվող հատվածներում, այսինքն եթե չկա այդպիսի ազդակ կանխատեսելով, որ կարող է իրենք ունենան նման մտահոգություն, բայց չբարձրաձայնեն այդ մասին հաշվի առնելով, որ խոսքը որ պետությունների մասին է գնում, միգուցե մենք կարող ենք այդ ուղղությամբ էլի մեր կողմից քայլ կատարել եւ մի այլ հատվածում ապաշրջափակման մի այլ ենթակառուցվածքում նման մի ինչ-որ ուղղություն փորձենք հաստատել Եվրամիության հետ կամ ԵՄ անդամ խոշոր պետություններից նման փորձ ունեցող ենթակառուցվածքներ իրենց հետ կա նման գաղափար կամ քայլեր կամ այս ասվածի վերաբերյալ որևէ դիտարկում ունեք։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Եղոյան, ես կարող եմ ասել, որ ոչ միայն ազդակ կա, ոչ միայն կոնկրետ ազդակից ավելի ուղերձ կա եւ ոչ միայն խոսակցություն կա այդ մասին, այլև այդպիսի մասնակցությունը արդեն իրականացվում է։ Չմոռանանք, որ մենք տեսել ենք աջակցությունը խաղաղության խաչմերուկ ծրագրին, վերջո մենք TRIP էլ եմ ասում, այդ խոսակցությունը պետք չի շարունակաբար նեղացնել, հանգեցնել մի երկաթուղու կտորի կամ օրինակ TRIP ասելով հաճախ չարամտորեն ես կասեմ, մեկնաբանում են որպես կապ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, մինչդեռ այդպեսին լինելով հանդերձ այնուամենայնիվ այդ երկաթուղին Հայաստանի կողմից է օգտագործվում աշխարհի այլ երկրների մասերի հասանելի դառնալու համար, հա, շուկաներին հասանելիություն ստանալու համար եւ ընդհանրապես այդ նույն TRIP-ը, որը չափազանց կարեւոր է, ես հիմա նաեւ կխոսեմ այդ մասին քիչ անց, որպեսզի առավել սպառիչ լինի պատասխանս։ Այդ նույն TRIP-ը մեծ ապաշրջափակման մասը հաղորդակցությունների տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում Հայաստանի եւ Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքների, հա, հիմա վերադառնալով Եվրոպական միության մասնակցությանը ոչ միայն ազդակ եւ ցանկություն, այլև ես իմ խոսքում անդրադարձա Եվրոպական միությունը այս հանգույցը եւ ընդհանրապես Հարավային Կովկասը դիտում է որպես իր հետը ավելի աճող ուրեմն փոխկապակցվածության անհրաժեշտ մաս, փոխկապակցվածություն կենտրոնական Ասիայի հետ, արևելյան, ուրեմն արևելքի այլ երկրների, այլ տարածաշրջանների հետ եւ հետեւաբար մենք անընդհատ լսում ենք եւ ֆակտորների հետևում հանդիպումների ընթացքում եւ հանրային հրապարակային հայտարարությունների մակարդակով լսում ենք այդ պատրաստակամությունը մաս լինել, բայց ես ասացի, էլի TRIP ապաշրջափակում, մենք այդ մասին ունենք մեր կառավարության ծրագիրը նախաձեռնություն խաղաղության խաչմերուկը եւ այդ խաղաղության խաչմերուկի շրջանակներում այսօր արդեն չէ՞ որ այդ խաղաղության խաչմերուկ միայն արևելք-արևմուտք չի կամ արևմուտք-արևելք չի, այլապես չէր կոչվի խաչմերուկ թերևս, նաև հարավ-հյուսիս կամ հյուսիս-հարավ ուղղությունն է, եւ մենք այսօր ունենք կառուցվող բան, ընթացող շինարարություն, մենք ունենք թունել կառուցվող, որը իրականացվում է այդ թվում նաև օրինակ վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնակցությամբ, որը այո կարող ենք իհարկե դիտարկել որպես ոչ միայն զուտ ֆինանսական եկամտի աղբյուր տվյալ եվրոպական ինստիտուտի կողմից, այլ նաև աջակցություն եւ հետաքրքրություն է ծրագրերի նկատմամբ։ Այսքանը թե